Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Թբիլիսիի դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման 2021 թվականի աշնանը պետական սահմանն ապօրինի հատելու համար, երբ նա 8 տարվա բացակայությունից հետո գաղտնի վերադարձել էր Վրաստան։ Այս պատիժն արդեն 4-րդն է պետության նախկին ղեկավարի համար։ Երրորդը հայտարարվել էր մարտի 12-ին, ըստ որի Սաակաշվիլին 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել բյուջետային միջոցների խոշոր յուրացման համար։ Սա 3 տարի ավելացրել է 6 տարվա ազատազրկմանը, որը նախկին նախագահը կրում էր 2021 թվականից ի վեր, ևս 2 գործով պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու եւ United Bank of Georgia-ի աշխատակից Սանդրո Գրիգվլիանին սպանողներին ներում շնորհելու համար։ 2007 թվականին Թբիլիսիում ցույցերը բռնությամբ ցրելու եւ գործարար Բադրի Պատարկացիշվիլիին պատկանող Իմեդի հեռուստաընկերության զավթման հետ կապված մեկ այլ գործ դեռ ընթացքի մեջ է։ Վրաստանում պատժի ժամկետը հաշվում է կալանքի տակ գտնվելու պահից։ Սա նշանակում է, որ հաշվի առնելով ներկայիս պատիժները Սաակաշվիլին ազատ չի արձակվի մինչև 2030 թվականի հոկտեմբեր։ Մենք մտահոգված ենք Վրաստանում մարդկանց կալանավորումներով։ Այս մասին Բրյուսելում արտգործնախարարների հանդիպումից առաջ ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք հանդիպմանը քննարկվելու է Վրաստանի հարցը։ Այս հարցն անպայման կքննարկվի։ Շատ ենք մտահոգված մարդկանց կալանավորումներով։ Մենք ճնշում ենք գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրողների վրա։ Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն ռեգբիի Եվրոպայի 2025 թվականի առաջնության եզրափակիչ խաղում 46-28 հաշվով հաղթելով Իսպանիայի հավաքականին։ Վրաստանը նվաճել է իր անընդմեջ 8-րդ տիտղոսը, իսկ ընդհանուր առմամբ 17-րդ տիտղոսը։ Հանդիպումն անցկացվել է Թբիլիսիի Մեխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի համատեղ հավանության հիման վրա Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պատվո եւ պատվո շքանշաններով պարգևատրել է ռեգբիի ազգային հավաքականի անդամներին, մարզիչներին, անձնակազմին եւ ռեգբիի միության ղեկավարությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին նշված է Էրդողանի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Էրդողանը լիակատար վստահություն է հայտնել, որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգները որպես երկու դաշնակիցներ նոր ժամանակներում կզարգացնեն իրենց գործակցությունը հիմնված համերաշխության եւ անկեղծության վրա։ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումները Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև բոլոր հարցերի շուրջ ընդլայնված խորհրդակցություններ են պահանջում, որ իրենք սատարում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելուն ուղղված Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վճռական եւ անմիջական նախաձեռնություններին եւ որ Թուրքիան պատերազմի հենց սկզբից ձգտում էր արդար եւ կայուն խաղաղության եւ կշարունակի դա անել։ Անդրադարձ է եղել Թուրքիայի կողմից ամերիկյան F-16 ինքնաթիռների գնմանը եւ F-35-երի ծրագրին մասնակցության վերականգնմանը։ Էրդողանը զրույցի ընթացքում նաեւ հայտարարել է, որ կարևոր է միասնաբար նպաստել Սիրիայում կայունության վերականգնմանը, նոր վարչակազմի գործունեությանը եւ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացմանը իրավիճակը կարգավորելու համար եւ որ դա թույլ կտա սիրիացիներին հայրենիք վերադառնալ։ Թուրքիան Եվրամիությանը կոչ է արել անվերապահորեն չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։ Բրյուսելում միջազգային օգնության համաժողովի անցկացման նախաշեմին, որին հրավիրված է Սիրիայի նոր կառավարությունը։ Անկարան այդ քայլն անհրաժեշտ է համարում երկրում խաղաղ անցման համար։ Այդ մասին ասված է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։ Սիրիայի տնտեսական անվտանգությունը կարևոր է երկրի կայունության եւ անվտանգության համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը հավելելով, որ պետք է ստեղծել տնտեսական հնարավորություններ եւ աշխատատեղեր։ Պատժամիջոցները պետք է չեղարկվեն անվերապահորեն եւ անորոշ ժամկետով, ասվում է հայտարարության մեջ։ Թուրքական TV 100 հեռուստաալիքի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ասել է, որ եվրոպացի առաջնորդները շփոթված են, թե ինչ անել, եթե աշխարհը բաժանվի ազատության մի քանի գոտիների։ Միանգամայն հնարավոր է, որ մի կառույց, որը ներառում է Մեծ Բրիտանիան, որոշ եվրոպական երկրներ եւ Թուրքիան, ստեղծի իր գրավչության կենտրոնը տարածաշրջանում։ Այս կարողությունը կա, հնարավորությունը առկա է։ Դա պարզապես կամք դրսևորելու եւ դրան հետամուտ լինելու խնդիր է։
Եթե Թուրքիան անդամակցեր Եվրամիությանը 2007-2008 թվականներին, ապա Մեծ Բրիտանիան ամենայն հավանականությամբ դուրս չէր գա միությունից, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Նրա խոսքով, եթե Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան լինեին Եվրամիության կազմում, ապա այն ավելի շուտ ձեռնամուխ կլիներ սեփական անվտանգային ճարտարապետության ձևավորմանը։ Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիայի բանակը Եվրոպայում ամենաուժեղ բանակներից մեկն է։ Անկարայի հետ գործակցությունը Եվրոպայի համար կարևոր է ամուր պաշտպանական արդյունաբերություն ստեղծելու տեսանկյունից։ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Անկարայի հարաբերությունները եվրոպական մի շարք երկրների հետ լավ վիճակում են ու Եվրամիությանն անդամակցությունը շարունակում է մնալ Թուրքիայի ռազմավարական առաջնահերթությունը։ Թուրքիան ոչ մի նշան չի տեսնում, որ Սիրիայի ղեկավարությունը զիջումներ է անում քրդական ինքնավարության հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը թուրքական TV100 հեռուստաալիքի հետ զրույցում։ Նա նշել է, որ ինքնավարության գաղափարն արդիական եւ արդյունավետ չէ։ Երբ դուք ստեղծում եք ինքնավար գոտի, դուք արդեն սկսում եք այլ կերպ վերաբերվել այդ խմբին, այն առանձնացնելով ընդհանուր համատեքստից։ Դա միայն խորացնում է բաժանումը, այլ ոչ թե լուծում խնդիրը։ Ինձ միշտ զարմացրել է, որ տարիներ շարունակ որոշ քաղաքական ուժեր, հատկապես քրդերը, զարգացրել են հռետորաբանություն, որը փաստացի քրդերին փոքրամասնություն է դարձնում։ Ես երբեք չեմ հասկացել, թե դա ինչ օգուտ է բերում հենց քրդերին։ Եթե մենք խոսում ենք հավասար իրավունքների մասին, ապա խոսքը պետք է լինի բոլորի համար հավասար հնարավորությունների մասին, այլ ոչ թե հատուկ կարգավիճակներով առանձին անկլավներ ստեղծելու մասին։ Ֆիդանի խոսքով բոլոր քաղաքացիները պետք է զգան իրենց որպես ընդհանուր հասարակության մի մաս, ունենալով հավասար հնարավորություններ եւ բարեկեցություն, այլ ոչ թե արհեստականորեն առանձնացված լինեն առանձին միավորումում։ Տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Վարչապետն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Իրանի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ կապված եւ նշել, որ Իրանը մշտապես ողջունել է տարածաշրջանում, հատկապես հարևանների շրջանում խաղաղության եւ կայունության հաստատումը, պահպանելով երկրների տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ։ Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարության խոսնակը եւս մեկ անգամ ողջունել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը եւ հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ստորագրել այդ փաստաթուղթը, նպաստելով տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի հանրային դիվանագիտությանն առնչվող հարցերին, կարևորել այդ ուղղությամբ փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգների կառավարությունը Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու իրավասություն կամ բիզնես չունի։ Այս դարաշրջանն ավարտվել է 1979 թվականին։ Այս մասին X-ի սոցիալական իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Անցած տարի Բայդենին խաբեությամբ ստիպեցին աննախադեպ $23 միլիարդ փոխանցել ցեղասպանություն իրականացնող ռեժիմին։ 60,000-ից ավելի պաղեստինցի զոհվեց եւ աշխարհը դրա պատասխանատվությունը դնում է Ամերիկայի վրա։ Դադարեցրեք Իսրայելի կողմից ցեղասպանության եւ ահաբեկչության աջակցությունը։ Դադարեք սպանել եմենցիներին։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին վճռական ու հզոր ռազմական գործողություններ սկսել Եմենի հութիների դեմ։ Նա նաև Իրանից պահանջել է դադարեցնել Եմենի հութիների աջակցությունը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել Եմենի հութիների կողմից վերահսկվող մայրաքաղաք Սանային։ Վերջին տվյալով զոհվել եւ վիրավորվել է մոտ 50 մարդ։ Իսլամական հեղափոխության պահապանների հրամանատար Հոսեյն Սալամին խոստացել է վճռական եւ կործանարար պատասխան տալ ցանկացած թշնամու, որը իրագործի իր սպառնալիքները։ Ելույթ ունենալով Ուրմիայում տեղի ունեցած արարողության ժամանակ Սալամին նաեւ ասել է, որ Եմենի հութիներն ինքնուրույն են ընդունում ռազմավարական եւ գործառնական որոշումներ եւ պատասխանատվություն են կրում այն ամենի համար, ինչ անում են։
Եմենցիները ազատ ու անկախ ազգ են եւ ունեն անկախ ազգային քաղաքականություն։ Անսար Ալլահը, որպես եմենցիների ներկայացուցիչ, կայացնում է իր ռազմավարական եւ գործառնական որոշումները։ Իսլամական Հանրապետությունը որևէ դերակատարում չունի դիմադրության ճակատի որևէ հատվածի, այդ թվում Եմենի Անսար Ալլահի ազգային կամ օպերատիվ քաղաքականության մշակման գործում։ Մենք որպես Իրանի Իսլամական Հանրապետություն հստակ եւ բացահայտ պատասխանատվություն ենք կրում այն ամենի համար, ինչ անում ենք։ Մենք գաղտնի գործող ազգ չենք, ինչի վրա էլ որ հարձակվենք կամ աջակցենք որևէ մեկին, մենք դա հստակ ասում ենք։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Եմենի հութիներին Կարմիր ծովում նավերի վրա խմբավորման հարձակումների պատճառով։ Վաշինգտոնը զգուշացրել է, որ եթե հութիների հարձակումները չդադարեն, ապա մեջբերում եմ դժոխքը ձեզ վրա կթափվի այնպես, ինչպես նախկինում չեք տեսել։ Բանն այն է, որ Թրամփն իր սոցիալական էջում նաև զգուշացրել էր Իրանին, հութիների հիմնական աջակցին, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել խմբավորմանն աջակցելը։ Նա ասել էր, որ եթե Իրանը սպառնա Միացյալ Նահանգներին, ապա Վաշինգտոնը պատասխանատվության կենթարկի Թեհրանին։ Իրանի արտգործնախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ Թեհրանը կպատասխանի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նամակին մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված նամակի հիմնական կետերը առանձնապես չեն տարբերվում Սպիտակ տան ղեկավարի հրապարակային հռետորաբանությունից։ Մենք դեռ հիմքեր չունենք հրապարակելու Թրամփի նամակը։ Այն ամենը, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում այս նամակի վերաբերյալ, շահարկում է եւ չունի որևէ հիմք։ Հաշվի առնելով Թրամփի հրապարակային հայտարարությունները, այս նամակի բովանդակությունը շատ չի տարբերվում դրանցից։ Անցած շաբաթ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերի խորհրդական Անվար Գարգաշն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին էր փոխանցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նամակը ուղղված Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին։ Նշվում է, որ նամակը ներառում էր Թեհրանի հետ միջուկային բանակցություններ վարելու առաջարկը, որը գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ըստ երևույթին մերժել է, ասելով, որ նման առաջարկը խաբեություն է Վաշինգտոնի կողմից։ Թրամփը նախկինում բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական ուժով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Միացյալ Նահանգների նախագահը հրաման է ստորագրել վերադառնալ առավելագույն ճնշման քաղաքականությանը, հայտարարելով, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Խամենեին ընդգծել է, որ Թեհրանը ճնշման տակ չի բանակցի։ Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Հիկմեթ Հաջիևի հետ։ Այս մասին X-ի սոցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայք Ուոլցը։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ եւ պայմանավորվել են խաղաղության պայմանագիր կնքել։ Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության պայմանագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի ապահով եւ բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն եւ բարգավաճում կբերի ամբողջ աշխարհին եւ մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել։ Հատկանշական է, որ մարտի 16-ին այն բանից հետո, երբ աշխարհի մի շարք երկրներ ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը, Ադրբեջանը 3 անգամ ապատեղեկատվություն է տարածել իր դիրքերի գնդակոծման մասին։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատվիրակությունը Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ պաշտոնական այցով Ադրբեջանում է։ Նախատեսված են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ։ Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը։ Այն կնախագահեն համանախագահներ Դաշնային խորհրդի առաջին փոխխոսնակ Անդրեյ Յացկինը եւ Միլի Մեջլիսի առաջին փոխխոսնակ Ալի Ախմեդովը։ Բաքու այցի շրջանակում Մատվիենկոն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ, զրուցել են ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին։ Վալենտինա Մատվիենկոն եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել մշակութային գործակցության ընդլայնմանը։ Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մշտական կապի մեջ են եւ շնորհակալություն է հայտնել միջխորհրդարանական եւ միջտարածաշրջանային համագործակցությանը միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչներին ցուցաբերած ուշադրության համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։